կողմից եզրակացության մեջ փաստված է ձեր կողմից վարքագծի կանոնի խախտումը, հստակ եզրակացությունը գրված է։ Ասել է, թե դուք խախտել եք սահմանադրական նորմը, ՀՌՀ-ի անդամի նկատմամբ սահմանադրական պահանջը։ Դա սահմանադրություն, հոդված 197.5։ Բայց դուք երեք թե ձեր ելույթում, թե ձեր բոլոր պատասխանների մեջ, հարց ու պատասխանի ժամանակ անընդհատ շեղում էիք ԱԺ-ին, անընդհատ շեղում էիք հանրությանը, շեշտելով, որ դուք խնդրու առարկա հարցի շուրջ հարցազրույցում հանդես եք եկել որպես բանաստեղծ, որպես մշակույթի նախկին նախարար եւ ոչ թե որպես ՀՌՀ անդամ։ Դեռ ավելին, ասենք ձեր ներկայացրած դիրքորոշման մեջ գրել եք հետևյալը. սահմանադիրը քաղաքական զսպվածություն պահպանելու կամ դրսևորելու պարտականությունը սահմանել է այսպես. ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ շարունակել եք։ Այսինքն բացառապես հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթների եւ հանձնաժողովի նիստերի ընթացքում։ Այսինքն ըստ ձեր տրամաբանության ստացվում է, որ հարցազրույցի ժամանակ դուք ՀՌՀ անդամ չեք եղել, այլ եղել եք որպես մշակույթի նախկին նախարար կամ ասենք բանաստեղծ եւ հետեւաբար ոչ մի նորմ չեք խախտել։ Եթե դա ձեր տրամաբանությունն է, ապա կխնդրեի այդ նույն տրամաբանությամբ բացատրել նույն հոդվածի, նույն կետի հաջորդ նախադասությունը։ ՀՌՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել որևէ քաղաքական գործունեությամբ։ Հիմա ձեր տրամաբանությամբ ես կարող եմ եզրահանգել, որ դուք այդ հարցազրույցի ժամանակ կարող էիք լինել կուսակցության անդամ, կարող էիք լինել քաղաքական գործունեությամբ զբաղվող որևէ մեկը, որովհետև այդ պահին որևէ սահմանադրական լիազորություն չէիք իրականացնում կամ հանձնաժողովի նիստ չէր։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե չի կարելի նման բան եզրակացնել, ես կուսակցության որևէ կուսակցության անդամ չեմ, բայց ես մտքի կուսակցության անդամ եմ։ Հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև նրա քաղաքական իրավիճակների առջև մասին խոսել է, միայն կուսակցական դիրքորոշում չի պահանջում։ Սա մեկ։ Երկրորդ, ուրեմն համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը ես կարդացել եմ, երեկ ասացի, այսօր էլ կրկնում եմ, պատասխանել եմ, ցավում եմ, որ դա իրենց ուրեմն կայքերում դրված չի, ես ինչքան գիտեմ, մեր կայքում դրված է, ես իրենց բոլոր դիտողությունները, որոնցից շատերը հետ համաձայն չեմ, գրել եմ, որ ընդունում եմ ի գիտություն եւ կոչ եմ անում բոլորիս, ինչպես նաեւ ինձ հետագայում չմոռանալ կոռեկտության, ուրեմն սահմանները պահպանելը։ Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամն եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել, ես գրող եմ, մտավորական եմ, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ եւ իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները լինեն քաղաքական, լինեն կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելու, եզրակացություններ անելու, իհարկե պահպանելով կոռեկտության կամ սահմանները։ Ավարտեցիք։ Շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Պարոն Հակոբյան, դուք էլի նույն բանն եք անում, դուք մոռանում եք, որ դուք այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է սահմանադրական պահանջը ՀՌՀ անդամի։ Եվ նորից դուք տանում եք ձեր մշակույթային ոլորտ, դուք ՀՌՀ անդամ եք, եւ այստեղ ներկայանալով ամենամեծ կուսակցության անդամ, ասել է թե ժողովրդի, դուք փաստորեն հայտարարելով դա դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը, սահմանադրությունը, մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ։ Դուք չեք կարողանում ընկալել, թե չեք ուզում ընկալել, որ ՀՌՀ անդամը իր գործունեության, լիազորությունների իրականացման ամբողջ ժամանակահատված պետք է հասկանա այն տարիները, որի ընթացքում ինքը այդ կազմակերպության, այդ կոմիտեի, այդ հանձնաժողովի անդամ է։ Դուք ձեր ամբողջ այդ 6 տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում ինչքան կմնաք, այդ ընթացքում անդամ եք, մշակույթի ներկայացուցիչ չեք։ Հասկանալի է։ Ես նորից պետք է կրկնեմ ձեր նորից կրկնածը։
ես իրավունք ունեմ քաշվեմ մի կողմ եւ չհետևեմ մեր ժողովրդի այսօրվա քաղաքական վիճակի անցուդարձին։ Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության ուրեմն սահմանները խախտելն է։ Ես երեք իմ ելույթի մեջ ասացի, լավ կլիներ, որ ընդհանրապես այդ կոռեկտություն հասկացության մի հատ սահմանումը տրվեր, կոռեկտ լինել չի նշանակում գլավլիտի տակ լինել եւ չի նշանակում կոնյունկտուրայի նպատակներով կամ վախերով պաշտոնը կորցնելու կամ ազգային ժողովի որոշ ուրեմն քո հայացքները չկիսող խմբերի կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ցենու ծպտուն չհանել։ Ինչ որ ես ասել եմ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, ունի պատմական ենթատեքստ, ես ծնված օրվանից մինչև այսօր այդ ենթատեքստի մեջ եմ։